Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Եղոյան, Արարատ Միրզոյանը մեկնել էր Միացյալ Նահանգներ, այնտեղ տեղի ունեցավ հանդիպում, պետքարտուղար Ռուբիոյի հետ ստորագրվեց Թրիփի հետ նախնական բավականին շրջանակային փաստաթուղթը եւ նյուանսների մասին ենթադրում եմ դուք խոսեք, բայց այնտեղ հիմնական հարցը, որ այստեղ առաջացավ ու սկսեց որոշ դեպքերում նաեւ շահարկման առարկա դարձավ, դա Թրիփում այդ հայ-ամերիկյան ընկերությունը, որը դեռ պետք է ստեղծվի, Հայաստանի մասնաբաժինն էր, այսինքն 26%։ Այնտեղ նույնիսկ մեկնաբանություններ եղան, որ անգամ եթե չբանակցեինք, մեզ այդքան միևնույն կտային, դա առանց բանակցելու ինչի նախկինում բանից Հարավկովկասյան երկաթուղուց կամ հեցից կամ հայ-ռուս գազարտից այդքան առանց բանակցելու եւ նույնիսկ բանակցելով չեն տվել եւ ավելին բանակցելով վերցել են մինչեւ վերջին բաժնետոմսը, մինչեւ վերջինը, բա եթե այդքան հեշտ էր, բա ինչի են մյուս տեղերում Հայաստանը ուներ 0% մասնաբաժին ԶՊՄԿ-ում, որտեղ մենք մեր մասնաբաժինը հասցրեցինք, եթե չեմ սխալվում, արդեն 23%-ի ու սա դեռ խոսում եմ գոյություն ունեցող ենթակառուցվածքներից, որոնք ամբողջությամբ գտնվում էին Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո, այստեղ մենք խոսում ենք գոյություն չունեցողից, այսինքն մի բան, որ պիտի կառուցվի եւ պիտի կառուցի մեծապես ամերիկյան ներդրումների շնորհիվ։ Իսկ ինչքան պիտի լինի այդ հարաբերակցությունը, եթե հաշվի առնենք, որ 18%-ը շահութահարկ է վճարելու այդ ընկերությունը։ Դե սկզբնական փուլում խոսակցություններ գնում 50-50-ի մասին։ Չէ, դե տեսեք ինչ է տեղի ունենում։ Դա ընկերություն է, որը վճարելու է շահութահարկ Հայաստանի Հանրապետությանը։ Ասենք պատկերացնենք $100 միլիոն շահույթ է ունեցել։ Մեկ տարում 18 միլիոնը արդեն գնաց պետական բյուջե որպես շահութահարկ։ Մնաց տակ $82 միլիոն։ Ահա այդ 82 միլիոնից 26%-ը մոտավորապես 21-21.5 միլիոն դոլար էլի գնաց Հայաստանի Հանրապետության բյուջե որպես շահաբաժին եւ այս երկու թիվը հանած այն մնացած 60 միլիոն դոլարը արդեն գնաց ամերիկյան կողմին որպես շահաբաժին, այսինքն ընդհանուր շահույթի կոնտեքստում երբ որ նայում ենք հարաբերակցությունը մոտ 60-40 է, ոչ թե 74-26, որովհետև ընկերությունը նաև վճարելու է շահութահարկ, որից հետո միայն մնացած շահույթը կիսվելու է կամ կիսվելու է, բաժանվելու է ուրեմն բաժնետերերին կամ ներդրում է կատարվելու ընկերության մեջ, ինչը բարձրացնելու է, մեծացնելու է բաժնետերերի ուրեմն բաժնեմասերի գինը, որպես այդպես, որտեղ ինչքան թանկ է ընկերությունը, այնքան ավելի թանկ է յուրաքանչյուր բաժնեմասի գին։ Իսկ ինչքան պետք դա բիզնես ծրագիր է, կներեք։ Բիզնեսը, չէ՞, այսինքն մարդը հիմա օրինակ այդ ձև ասողները, իսկ իրենք եթե լինեին ներդրողներ, ինչքանով կհամաձայնեին նման ներդրում անել։ Եթե ոչ, օրինակ 60, ինչպես իմ նշած համամասնության մեջ տեսան, գոնե 60% շահույթ այդ իրենց ներդրումից չտանեն։ Չէ՞ որ դա պետքա հետ գնելիություն չէ՞ պիտի ունենա։ Ինչքան գիտեմ ամերիկյան կողմն է, չէ՞։ Ինչպես։ Ամբողջությամբ ամերիկյան կողմն։ Առյուծի բաժինը, այո, բայց դրան այլ հանգամանքներ են գումարվում, բայց չէ՞ որ այդտեղ նաև ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է չէ՞ ունենալու։ Ինքը սովորական, օքեյ, ասենք բիզնես, բայց այնպես չի, ոչ որ խանութ է միտեղ կամ մի ինչ-որ գործարան է ուղղակի ընդհանրապես խոսքը խոշոր աշխարհակաղակական պրոյեկտի մասին է։ Այսինքն դա բացի բիզնես մոտեցումը արդեն բացատրեցի, բայց մենք այդտեղ պետք է գնահատենք նաև ոչ ուղղակի էֆեկտը, անուղղակի էֆեկտ։ Օրինակ հիմա Ֆիչում մեր վարկանիշը բարձրացավ։ Դա ազդելու է մեր տնտեսության վրա, չէ՞ թե չի ազդելու։ Թե այդ վարկանիշի բարձրացումը կապ չունի խաղաղության հետ։ Ուղղակի վարկանիշը բարձրանում է։ Հեսա մյուս ռեյտինգային աղյուսակներում կտեսնենք, այսինքն դա չէ որ բերում է իր հետ վստահություն, հանգստություն, կայունություն, հետևաբար
ներդրումային հոսքեր այլ ոլորտներում, ընդհանրապես TRIP-ի հետ կապ չունեցող մի որևէ ոլորտում։ Բայց ամեն ինչը ինչքան պետքա գնահատենք, եթե ոչ այնքան, ինչքան որ գնահատվել է եւ ինչ մասնաբաժնով որ դա բաժանվել է։ Ու դա առաջի 49 տարուց հետո դառնալու է 49%։ Հայաստանի մասնաբաժինը, այսինքն շահութահարկը հանած, եթե գումարը բաժանենք, ստացվում է արդեն դառնում է 40-60 հարաբերակցություն, որտեղ 60%-ն է արդեն գալու Հայաստանի Հանրապետությանը 49 տարուց։ Այսինքն այս ընկերությունը 49 տարի ունի այս մասնաբաժնով իր հետ գնալիությունը ապահովելու համար։ Դե ես դժվար այդքան ապրեմ, բայց լավ։ Դա չէ ինչի։ Բայց մենք հոմ չենք մտածում մենակ այսօրվա մասին։ Եթե ժամանակին են համաձայնագրել կնքողները եւ չգիտեմ օթակայանի թող լինի որը կուզեք եւ այլ կոնցեսիաների եւ սեփականության իրավունքով զիջված, պարտքի դիմաց տրված մեր մյուս ռազմավարական ենթակառուցվածքների մտածեին, ասենք հալա այդ պահին հասկացանք, այդ գնելիության հարց կա, ինչ որ ժամկետ դնեն, որ այսքան տարուց հետո իօքուտ Հայաստանի թեքվեր նաեւ ինչ որ բան, այսինքն ավելի վատ է, քան իրանց կնքած բոլորը պայման դնեին, որ պիտի աշխատեին, որտեղ բացի Երազդան հայկից ուրիշ ոչինչ չի աշխատում։ Լավ աշխատեին եւ ներդրումներ ապահովեին։ Հիմա այս հələ մենք թվեր չգիտենք հələ, բայց ենթադրում եմ, որ պրոյեկտի մեծություն հաշվի առնելով 100 միլիոնավոր դոլարների առնվազն, եթե ոչ միլիարդին հասնող 100 միլիոնավոր դոլարների ներդրումման մասին այդտեղ պետքա խոսքը լինի, ել չհասած, ել եմ ասում այն առաջին հայացքից չերևացող այն ոչ նյութական ներդրում, այսինքն անվտանգային կոմպոնենտ։ Ոչ միայն նաև շրջանառության, ապրանքաշրջանառության ապահովում։ Չէ՞ որ դա մի ամբողջ համաշխարհային ապրանքաշրջանառության այդ շղթայի մի օղակն է լինելու, որտեղ բեռները պետքա Չինաստանից գնան հասնեն օրինակ Եվրոպա, չգիտեմ, կամ հենց ԱՄՆ, Միջին Ասիայից գնան, էլի Եվրոպա, արևելք, արևմուտք շղթայի, այդ ամբողջ առևտրաշրջանառությունը շղթաների տարբեր մասերում կախված է տարբեր քաղաքական նաև որոշումներից, որոնց վրա մեծ ազդեցություն է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինքնից առանձին որպես մեկ օղակ չի կարող աշխատել շղթայից դուրս դիտարկված ոչ Հայաստանում, ոչ այդ ճանապարհի մյուս երկրներում, եթե դա մեծ պատկերի մեջ չնայենք, չմոռանանք օրինակ նույն միջինասիական պետությունների ղեկավարների ընդունելությունը ԱՄՆ-ում, այնտեղ ընթացող որոշակի գործընթացներ, այսինքն սա գլոբալ առևտրի որոշակի վերաձևավորման գործընթաց է, որտեղ մենք պետք է ուղղակի կներեք կերազային շատ պետություններ հայտնվեին այդ ճանապարհի վրա եւ ունենային այսպիսի մեծ ազդեցություն այդ գործընթացների վրա եւ այդպիսի շահաբաժին այդ գործընթացներից։ Մի ճշտող հարց եթե թույլ տաք, որտեղ դա էլ հյուրընկալումների կամ ավելի շատ չհասկացվածության տեղիք տվեց։ Խոսքը վերաբերում էր այդ այսպես կոչված սահմանային կետերում հայ-ադրբեջանական Հայաստանի եւ Ադրբեջանի այդ այսպես կոչված front office back office տրամաբանության, այսինքն կոպիտ ասած նախասրահի եւ գրասենյակի։ Հիմա դա այդ չհասկացվածությունը թույլ տվեց պնդումներ անել, թե սա Ալիևի այն պահանջն է, որ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք Ադրբեջանի հիմնական տարածքից գնալու են Նախիջևան ինքնավար հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ, չպետք է տեսնեն հայ սահմանապահի եւ հայ մաքսավոր։ Ալիևը այդպես չէր ասել։ Ալիևն ասել է չպետք է լինի ընդհանրապես մաքսային վերահսկողություն։ Պետք է այնպես գնա, ինչպես Բաքվից կգնա բան։ Ասենք իրենց մի որևէ այլ գանջա, ասենք թե հա, բան գանջա։ Այդ է մոռացել են դա։ Այդ չպետք է տեսնի եւ այլ, դա հարցի այդ ֆիգուրատիվ կողմն է։ Բայց այդ է Ադրբեջանի։ Այսինքն Ադրբեջանի պահանջը իրաց կարծիքով զուտ բան էր, զուտ այդ ֆիզիկական ինչ որ մեկին հենց ֆիզիկապես, այսինքն աչքերի մեջ նայել թե չնայել։ Օգոստոսի 8-ից հետո վերաձևակերպեց այսպես։ Իհարկե վերաձևակերպվեց։ Իհարկե բայց ինչ պիտի աներ, բա պիտի ասեր
Բայց պիտի ասել։ Իհարկե վերաձևակերպվեց եւ ես չեմ ուզենա խորանալ այդ թեմայի մեջ լավ է որ վերաձևակերպվեց, շատ լավ է որ վերաձևակերպվեց, բայց ինչ էին ասում մեր ընդդիմախոսները, ասում են որ այնտեղ լինելու է միջանցք, հարց էին չէ տալիս, հիշում եք, ասում էին հենց հիմա պատասխանեք մաքսային կետ լինելու է թե չի լինելու, հենց հիմա գրածա որ լինելու է, ասում են չէ որ լինելու է, իսկ կարա մաքսակետից դուրս գա մաքսավոր ու նայ անցնող բանի այդ բեռների, չգիտեմ, վարորդի կամ թե քաղաքացիների ուղղորդա փոխալ աչքերի մեջ նայ մի հատ, ասենք դա ինչ մանկական խոսակցություն է, գրված է հստակ, այդ ընկերությունը, այդ front office-ը որոշումներ չի կայացնում, գրված է հատուկ, իրենք որոշում չեն կայացնում, իրենք տվյալ են փոխանցում, այսքան բեռ, այսքան բան, հայ մաքսավորը ոչ միայն մաքսավորը, ընդհանրապես բոլոր ծառայությունները, ԱԱՑ-ն, մյուսը հիմա մեր սահմանացնելիս քանի, օրինակ մեր օթակայանում, մենք որ գնում ենք օթակայան, նախ մեր անձնագիրն ենք տալիս, որ մեր ինքնությունը նայեն, իրենք մասնավոր ընկերության աշխատողներն են, հենց առաջին մեր հանդիպած մարդիկ, ճիշտ է, այնտեղ կարող է, մենք չգիտենք էլ նույնիսկ այդ, կարող է outsource արել օթակայանը, դա ինչ-որ մասնավոր ընկերության անձնագիրը վերցնում են, տոմսը տալիս են, մտնում ենք ներս, մի հատ ստուգում են անվտանգությունը մեր, այսինքն մետաղ, զենք, սա, նա եւ այլն։ Եթե մաքսայինը որոշի, որ պիտի մի հատ էլ ինքը ինձ ստուգի հավելյալ։ Բայց իհարկե մի հատ հանդիպում ենք անվտանգության, չէ, հետո անձնագիրն ենք տալիս, կներեք, տալիս ենք ԱԱՑ աշխատակցին, մեր անձնագիրը, ճիշտ է։ Խփում ենք կնիկ, անցնում ենք։ Մի հատ էլ մետաղորսիչով ստուգում է էլի մեկ այլ ծառայություն եւ բնականաբար մուտքի դեպքում երկիր մի հատ էլ դուրս գալիս, տեսած կլինեք այն սկաներները դրած, մաքսային ծառայությունն է այնտեղ կանգնած։ Այսինքն 4 անգամ ստացվում է, մենք մեզ այս կամ այն ծառայություն ստուգում է։ Նույնը լինելու է այնտեղ, այն տարբերությամբ, որ այդ առաջին, հենց այդ առաջին հանդիպած, այդ որ անձնագիրը պիտի 10, նա պիտի ինչ որ, չգիտեմ, ինքնություն ստուգի, բերի քանակ արձանագրի, բերի տեսակ արձանագրի, ահա այդ դա լինում է front office։ Ամբողջ տվյալը տալիս է ներս, բարձ հատուկ ծառայություններ են, օպերատիվ տվյալներով, սանով, նրանով, արտաքին դիտարկումով, սկաներներով, երեխա մանկապարտեզ չի ասենք, վայ բան անեք, front office-ը խափի, back office, հա, պետք է նման բան լինի, դա կդառնա բնականաբար պրոբլեմ, բայց ոնց կարող է նման լուրջ, ասենք գործ ենք բռնել, բան չէ, ասենք։ Հիմա այդ լուրջ գործը ես ինչքանով որ ես եմ հասկանում, սկսում է հանդիպել բավական լուրջ դիմադրության, տեսեք, այն պահից սկսած, երբ օգոստոսի 8-ից հաստատուկ ստորագրվեց, դրանց հետո ստորագրվեց Վաշինգտոնում արդեն այս շրջանակային փաստաթղթ Թրեմփի հետ կապված, նախ Սոլովյովը մեջտեղ ընկավ, մի քանի օր առաջ էլի իր մասին հիշեցրեց Ռուսաստանի այսպես պաշտոնական փիլիսոփա Դուգինը, այսօր արդեն արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի Դաշնության Լավրովը հայտարարեց, որ իհարկե կապեց դա Եվրամիության հետ, Հայաստանի գործակցության հեռանկարի հետ, բայց ենթադրաբար այնտեղ նկատի առնված թրիփը հենց, որովհետև մինչև այդ փոխվարչապետ Օվերչուկն էր ասել, որ թրիփը իր տրամաբանությամբ չի տեղավորվում ԵԱՏՄ տրամաբանության մեջ, այսինքն ինքը հակասում է այդ երկու հակասող բաներ են։ Այսինքն եթե վաղը թրիփը աշխատի, խնդիր կդրվի սառեցնել կամ նույնիսկ հեռացնել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում թե ինչով է դա հակասում ԵԱՏՄ-ին, բայց դե նման խնդիր դրվի, այնպես չի որ այդ խնդիրը մենակ իրենք են դնում, այդ խնդիրը անցած տարի ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներ է դնում։ Մեր հայտարարած ռազմավարական նպատակի հետ էլ է ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի։ Այնպես չի որ լրիվ նորություն է դա, կապրենք կտեսնենք, այսինքն ինչ է առաջարկում, եթե ինչ-որ կոնկրետ առաջարկներ ունի կամ գործնական ինչ-որ, իրանք, ասում եմ, իրանք բան են, մեր երկաթուղու մյուս հատվածների կոնցեսիոներն են, այդ ասենք, այնքան բան կա այնտեղ անելու, լսեք, ով է խանգարը, մի թրիփ էլ թող այնտեղ անեն, պայմանական էլի, մի ուրիշ անունով, Այն էլ արևել կարևմուտք հաղորդակցություն, հյուսիս-հարավ էլ կարան անեն, այսքան Հայաստանում, այսքան շինարարություն է գնում, էլ կազմակերպություն չկա, էլ Եվրամիությունը բաննա, մեղրի մաքսա,
տունն է վերանորոգում, նորն է սարքում, բանը հյուսիս-հարավի մեջ էլ եվրոպական ներդրումային բանկը, էլ վերակառուցման եւ զարգացման բանկը, էլ ասիական զարգացման բանկը այդ գումարը որ դնում են, այն մյուս հատվածը արդեն վերջացրեցինք, Երևան-Գյումրի հատվածը, այդքան փլուզված հատվածներ կան երկաթուղու մեջ, թող նրանք աշխատացնեն, թող այդ ճանապարհով գա։ Որն է խնդիրը, որն է, էլի, այսինքն աշխարհը, եթե խնդիրը տնտեսական է, թե աշխարհ-քաղաքական, եթե տնտեսական է, պետք է տնտեսական ճանապարհով այդ աշխարհ-քաղաքական է, էլի տնտեսական ճանապարհով, այսինքն ի՞նչն է խանգարում, օրինակ հիմա Իջևանի այդ փլուզված հատվածները, որը իրենց կոնցեսիայի տակ է գտնվում, վերանորոգեն, դա էլ թող աշխատի, եթե վերահսկողության մասին են մտածում։ Այնտեղով հիմա Ադրբեջանի տարածքով բան ենք բերել, երկու անգամ ցորեն բերեցինք, բենզին, նույն բենզինն է բուն Ադրբեջանից է, ցորենը Ռուսաստանից եւ Ղազախստանից եկավ Վրաստանի տարածքով, մեր այդ թող վերանորոգեն, գա ուղիղ մտնի այստեղից գնա Գյումրի կարսով գնա, ասենք Թուրքիա, հետո Եվրոպա, այդ էլ կլինի բանը իրանց կոնցեսիայի տակ գտնվող, բան չեն առաջարկում Հայաստանը մնա շրջափակման մեջ, այսինքն ինչ է իրանց առաջարկը, որն է Հայաստանին, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ, Հայաստանը չի մնալու շրջափակման մեջ, եթե դա իրանց առաջարկը, շրջափակումը պիտի բացվի։ Իրենք մտահոգված են, ուզում են մասնակցեն ապա շրջափակմանը, թող մասնակցեն, ով է իրենց խանգարում։ Իրենք մտահոգված են, որ Հայաստանը Եվրամիությունից գումարներ է ստանում եւ ինչպես արտահայտվել էր պարոն Լավրովը, Հայաստանը ստիպված է լինելու ամեն ցենտի համար աշխատել Եվրոպայից Հայաստան բերված յուրաքանչյուր ցենտի համար մեզ աշխատած։ Այդ գումարը մենք ենք ուզել։ Այդ գումարը նվեր չի, գործ կա անելու, մենք ենք ուզել այդ գումարը, որ այդ թվում եւ հիբրիդային հարձակումների, տեղեկատվական արշավների, որոնք գնալով ավելի ու ավելի ակտիվանում են, այդ սուտ տեղեկությունների, ֆեյք նորությունների, սունկ կայքերի, գիտեք, մեր լրատվական դաշտում դա պակասը չկա։ Այդ տեղեկատվական կեղծ սուտ հոսքերի դեմ աշխատենք, նաեւ իրենց փորձն ենք ուզել, ոչ միայն գումար, թե իրենք ոնց են դա անում Եվրամիությունում իրենց դեմ ուղված տեղեկատվական արշավների մեջ կամ 15 միլիոն հայ, այսինքն իր ասում եմ այդ բանի վերակառուցումը դրանից ավելի թանկ կլինի կամ ուզում են օգնած լինեն, իրանք էլ թող ներդրումներ անեն։ Ո՞վ է իրենց խանգարում։ Կախված լուրեր կան, ինչպես նախինում ասում էր վարչապետ Փաշինյանը, օդում կախված լուրեր կան, որ Ռուսաստանը առաջիկա 5 ամսվա ընթացքում Հայաստանն այսպես մոտավորապես ուղարկելու է մոտ $160 միլիոն։ Okay։ Այսպես ասեմ, քաղաքական օգնություն ասենք դրան, հա, եւ այդ 15 միլիոնը չգիտեմ որն է ավելի էֆեկտիվ լինել 15 միլիոնը որ դրա դեմ պիտի պայքարվի թե 160 միլիոնը դե դա տես կշերքի նման չի որ տես ֆիզիկապես չափենք նույնիսկ եմ ասում այդ 15 միլիոնն էս չի էլի որ ուղղակի ասես գումարը որ դա նաեւ գումարած փորձառություն, գումարած փորձագիտական աջակցություն եւ այլ դե հա մենք տեսնում ենք տարբեր խմբեր, տարբեր ինչ որ կտեսնես ինչ որ այսպես կոչված քաղաքագետներ, որ չգիտես որտեղից հայտնված մեր լրատվական դաշտում տարբեր ինչ որ բլոգերներ տեսնում ես, այսինքն պարզա չէ որ այդ մարդիկ տենց օթից չեն ընկել, ասենք ուղղակի որոշել են որ քնել զարթնել որոշել են որ պետքա ուղղակի դառնան բլոգեր եւ ընդդիմադիր բլոգերներ դառնան, հա հասկանալի է որ համակարգա գործում այնտեղ, ասենք տեսնում ենք դա, ասենք բայց հանուն արդարության ասենք որ իշխանամետ բլոգերներ են հայտնվել Այդ էլ կա։ Հա, բայց իշխանամետը գիտենք, որ իշխանամետ է, այն որը օրինակ հիմա եթե մեր կայքերի մասին եք խոսում, մենք ունենք պաշտոնամետ, օրինակ Civic-ից են խոսում, Civic-ը ԿՊ-ի պաշտոնական կայքն է, օրինակ հասկանալի է, մենք այդ իմիջիալից մենք իշխանամետ ուրիշ նոր բլոգերներ ես ոչ չեմ անկեղծ դեռ չեմ նկատել, այդպես ընդգծված։ Եթե հա մեկը գնում է միտեղ ճանապարհ է կառուցում, նկարում ասում է ժողովուրդ, ճանես ինչ լավ ճանապարհ են կառուցել, այսինքն իրան պիտի կոչենք իշխանական բլոգեր, ինչ վատ բան կա այդտեղ։
Չէ, ես լավի վատ։ Այն մյուս բանով, այն մյուս իր վիդեոյով կարող է, չգիտեմ ում մասն եք ասում, հիպոթետիկ էլի, կարող է ասի, վայ, այս ինչ տեղում, այս ինչ խնդիր է։ Ես շատ եմ տեսել այդպիսի կոնտենտներ, որ մարդը մի օր մի լավ բանից է խոսում, մի օր մի խնդրից է խոսում։ Հա, չէ, մի մոտ է լավին լավ, վատին վատ։ Մենք այդ գործիքը կազմով մենք ոչ չենք աշխատում, ասենք վարձենք մարդկանց, որ մեր օգտին քարոզչություն անեն։ Մենք եթե համախոհ են, թող անեն։ Եթե վարձելու էլ լինեն, գիտեք, խոսեցինք եվրոպական փորձից, այնտեղ մոլդովական փորձն է հիմա շատ հիշատակվում, ռումինական փորձը, իրանք այնտեղ գիտեք ինչ են արել։ Իրանք պարտադրել են օրենքի ուժով, որ մարդը գրի, անկեղծ ասի, որ դա վճարովի կոնտենտ է։ Էլի անի հարց չկա, բայց ասի, որ ինքը դրա համար վճարվել է եւ ըստ բովանդակության արդեն մարդիկ կհասկանան ում կողմից է վճարվել, էլի խնդրեմ չկա, բայց ասա։ Քեզ մի ներկայացնու որպես ուղղակի պատահական անցորդ բլոգեր, ով պատահական տեսավ մի ջրափոս, պատահական նկարեց եւ այդ մասին պատահական խոսեց եւ դրա հիման վրա ինչ որ աշխարհքաղաքական վերլուծություն արեց, ասես թուրքերի պահանջով եկավ ձյոնից հետո թուրքերի պահանջով լցրեցին աղ, թուրքերի պահանջով ասֆալտը ոչ թե 5 սանտիմետր, այլ 4 սանտիմետր, մի քիչ քանդվեց եւ այլ, օքեյ, այդ բաները պետք է էլի թող ասի, բայց թող գրի, որ ասում է փողով։ Ու մարդիկ էլ թող ուշադիր լինեն։ Ամեն ինչ լսելուց մի հատ թող մտածեն։ Իսկ այդ մարդը կարող է փողով ուղղակի դա ասում։ Դե մենք այդպեսի նաև ես կոնկրետ այդպեսի հանկարծ ազնիվ դարձած գործընկերներ ունեմ։ Հա, գիտենք, իրանց էլ գիտենք, ասենք տեսնում ենք այդ մարդիկ ում հետ են, այսինքն ինչ ում շահեն են ծառայում, ում են սպասարկում եւ բնականաբար ոչ մի ողջամիտ մարդ չի կարող մտածի, որ նրանք ասենք ուղղակի տանում են անվճար, ինչի պետք է անվճար ան։ Լավ են անում վճարվում են, ես մարդ աշխատանք անում մարդը, պիտի վճարվի, բայց թող հիմա մենք պետական բյուջեից մենք աշխատավարձ ենք, բոլորը գիտեն այդ մասին, լուպայի տակ է, բայց իրանց ինչ պետք է լինի լուպայի տակ։ Այսինքն իրանք կարող է մեզանից ավելի շատ բարի բուն իմաստով վարձատրություն ստանան, ոչ թե վտանգը տեսեք, այսօր արտաքին հետախուզության ծառայությունն այսօր զեկույց հրապարակել, վտանգը ինքը տեսնում է հենց նաև այդ կարգի երևույթներից, մեջբերեմ արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր մշակութային գործիչները ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Հիմա ես բնականաբար բլոգերներին այս վերջին խմբի մեջ չեմ տեղավորի առավել եւս լրագրողներին, բայց հոգևոր մշակութային գործիչների մեջ ես անձամբ կտեղավորեի գոնե ոմանց։ Հիմա Եվրամիությունը այն դրամաշնորհը, որ տալիս է մեզ, սա նաեւ այս թեմայով է։ Եվրամիության դրամաշնորհը, ուրեմն տեսեք, ուղղակի fake news, դրա դեմ պայքարելու համար, այսինքն fake news-ի դեմ, ուղղակի չոր fake news, այսինքն չգիտեմ վարչապետը Մարսելում գնել է առանձնատու չոր սուտ 1 մանիպուլյացիաներ, տեղեկատվական մանիպուլատիվ արշավներ, այսինքն տեղեկատվություն, որի մեջ մի 20%-ը ճիշտ է, մի 80%-ը սուտ է, սուտն ու ճիշտը խառնվում իրար ու գնում է մարդիկ շփոթվում են։ Կայքերի ոչ աուտենտիկ ինչ որ պահվածք, այսինքն բոտերի, արհեստական բանականության միջոցով կայքերի տեղեկատվության դասավորում մի որոշակի ձևով, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե տեխնիկապես դա ոնց է լինում, հենց դրա համար էլ խնդրել ենք, որ Եվրամիության մեր գործընկերները մեզ օգնեն, դա, այսինքն, ասենք մի օրում ինչ որ չգիտես, շոտեղից հայտնվում է, ինչ որ մի 1000 հոգի մարդ է հայտնվում ու ինչ որտեղ ինչ որ մեկնաբանություն է գրում, մի մասը fake, մի մասը իրական, այսինքն լրատվական դաշտի ոչ սովորական, ոչ այնպիսի պահվածք, ինչպես 3 էր։ Միջինացված լրատվական դաշտի այդ պահվածքի ինչ-որ տարբերվող հոսքեր, ինֆորմացիոն, տարբերվող ակտիվություն, այս կամ այն ուղղությամբ, դա deepfake-երը դա արդեն ասեցի, սա է։ Եվ սա նոր երևույթ է, այսինքն ընդհանրապես այդ արհեստական բանականություն, տեղեկատվական այդ հարցակումները եւ այո խնդրել ենք մեզ օգնեն ինչ որ հիմա իրանք բողոքում են ասում են բասում ենք
արտաքին միջամտություն մեր ներքին դա մեր ներքին գործերի չի միջամտում, դա օգնություն է մեզ պաշտպանվելու։ Հիմա ոնց որ զենք առնենք մեկից, ոնց որ Ֆրանսիայից զենք ենք առնում, ասեն բա ասում եք չի ոչ մեկ չի միջամտում, բա այն էլ է զենք, այն էլ տեղեկատվական դաշտի զենք է, որը դեռ հիմա նոր պիտի, այսինքն չես կարող շոշափես, էլի, որը փորձառություն է, չգիտեմ, ոչ նյութական, ոչ շոշափելու ինֆորմացիոն աջակցություն է, արտաքին վերնշված չարամիտ այդ բաների դեմ, կեղծարարությունների դեմ։ Իրանք այդքան լրատվականներ ունեն, բան ունեն, թողնացեն իրանց նարատիվներով է իրանց ձեռքը բռնել։ Լրատվական դաշտի 80%-ի սեփականները իրանք են։ Այսինքն ինչ խոսք է ազատության սահմանափակման կամ բան, իրանք չեն, մենք մի հատ civic ունենք, էլի, մի հատ civic-ն է, մի հատ հայկական ժամանակն է, կայքեր են։ Վերջ, հանրայինում ինձանից շատ են լինում, նստած, հանրային հեռուստաընկերությունում, օրը մեջ իրանք են։ Ինչ են ուզում մեզանից, ես չեմ հասկանում։ Հեռուստաալիքների մեծ մասը իրանցն է, եթե ոչ բոլորը։ Կայքերի մեծ մասը իրանցն է, այս նոր բացված այս fake կայքերի էլի մի զգալի մասը, եթե, այսինքն բոլորը, էլի ոչ թե զգալի մասը, էլի իրանցն է, ինչ որ անհասկանալի սուն կայքերի։ Եվ քանի որ այսպես ամփոփենք, քանի որ զենքից խոսք գնաց, ոչ սպանող զենքից, այսպես ասեմ, տեսեք, ոչ մահաբեր, հա։ Չէ, ես կոնկրետ մահաբերից էլ էի խոսում։ Ոչ մահաբերը Եվրամիության այն նույն արտաքին հետախուզության ծառայության զեկույցի համաձայն Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները, այս մեջբերումը, այլև էականորեն ակտիվացրել է swing հարաճությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Հիմա դուք այդ ռիսկերը տեսնում եք, թե մենակ արտաքին հետախուզության ծառայությունը։ Դե բա որ այդ ռիսկերը չտեսնեինք, բա ինչի ենք այսքան բանակցում, TRIPS ստորագրում, հիմա տեսակ այսօր վարչապետը հրավերաստացել մասնակցելու խաղաղության համաժողովին, որպես հիմնադիր անդամ, իրավակազմակերպչական ձևը դեռ չգիտեմ, նոր պետք է դա որոշվի, այսինքն բա այս ամեն ինչի համար է Եվրամիության հետ ինչի ենք այսքան ակտիվ երկխոսության մեջ, մեր հարևանների հետ ինչի ենք այսքան ակտիվ, բա դրա համար է, բա եթե մենք, այսինքն եթե Հայաստանի ռիսկերը լինեին, ասենք Շվեդիայի կամ Նորվեգիայի ռիսկերի չափ, մեր համար ոտնես գցած, մեր համար հանգիստ կապրեինք, էլի, առանց այս կողմ են կողմ ամեն օր բանանելու, տարբեր իրավիճակներից լուծումներ փնտրելու։ Բա իհարկե կան այդ ռիսկերը։ Բա այդ ռիսկերը ինչով պետք է չեզոքացնենք։ Ոնց պետք է այդ ռիսկերը չեզոքացնենք։ Մեծ փրթելով, հա, ասելով հեսա գալու եմ թրիփը բանանեմ, վերաբանակցեմ, քիչ է 26%-ը գալու եմ, ասեմ, մեզ 46% տվեք, ոնց են, ինչ են խոսում։ Ոնց են դա պատկերացնում իրանք։ Կամ գալու եմ նոյեմբերի 9-րդ կետը հետ բերեմ, ասեմ ես նոյեմբերի այդ է ինչ է ասում մի 5 ամիս առաջ, գալու եմ նոյեմբերի 9-րդ կետը հետ բերեմ, Ադրբեջանին էլ ասեմ դե որ 9-րդ կետը հետ բերեմ, դու էլ հայերի վերադարձի իրավունքը այնտեղ, լավ հերիք է, ինչքան կարելի է, ասենք 98 թվականին դա մի անգամ արեցին, հասկացանք իշխանությունը գրավեցին, զավթեցին իշխանությունը Ղարաբաղի հարցը օգտագործելով, հիմա լավ հայ ինչքան հետո պահեցին այդ իշխանությունը 20 տարի այդ հարցը օգտագործելով, հետո կորցրեցին այդ իշխանությունը այն բանի բերումով, որ այլևս էլ չէին կարում այդ հարցը կառավարեին, այո, նաև այդ բանի բերումով, հետո հիմա նորից ուզում են էլի դա շահարկելով հետ գան իշխանության, նոր դեմքերով, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավարներով, որոնք ոչ մի կապ չունեն Սերժ Սարգսյանի հետ ու Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ մի կապ չունեն։ Բան էլ Կանայք Կարապետյանի մասին եմ ասում։ Ընդհանրապես կապ չունի։ ՀԿ խմբակցության ղեկավար եղել, բայց կապ չունի նախկինների հետ։ Իրանք նախկին չեն։ Իրանք ներկա էլ չեն, իրանք ապագա են։ Այսինքն, այս վերը թվարկած իմ ասած պայմանագրերի եւ գազի հետ կապված եւ երկաթուղու հետ կապված ազգային ժողովի падգամավոր է եղել Նարեկ Կարապետյանի հայրը։ Բա չէր տեսնում, որ 0% այնտեղ կամ հեծով կամ որ 20%-ը տալիս էին հայ-ռուս, բա մեծ վեր կանա, ասել է սուտ եք տալիս մեր 20%-ը,
Դե ոնց ասել, պարտք էր կուտակվել գազից, գինը թանկացնել էին, մարդկանց չէին ասել։ Ռուսներին ասել էին եկեք սուս մնանք, ընտրություններ է, 13 թիվն է, բան ձեն չհանեք, ընտրություններից հետո են 20%-ով կփակվենք։ Այսինքն էտա մի դրամով աշխատող падգամավորը, մի դրամով աշխատող падգամավորը, որ հետո բանով հայրուս գազարտի բանով 20%-ով փակվում է կուտակած պարտքի համար։ Նո հա, մեկ դրամով աշխատելով հազիվելը տենց է լինի, էլի 300 միլիոնի պարտ կուտակեն, հետո մեր տոկոսներով, մեր մասնաբաժնով փակվեն։ Նույնը արդեն բանում հեծում էլ էլի կուտակվել էր բաները, մինչև բանից էլի մինչև Տաշի գրուպի ոնց էր կոչվում այն ժամանակ ուրիշ անունը Ռաոյեսն է, հա էլի կուտակեն, կապիտալ ծախսերին չհետևեն, ոչ մի բան չանեն, ընկերությունը կանգնեցնեն կազման առաջ, գնան խնդրեն, որ գա տիրություն անի, գա, օքեյ, ներդրումներ անի, բիզնես անի, փող աշխատի, հետո ասի դեռ չէ, ես մի դրամով, ես կապ մի դրամով, top management-ը, ասենք, բանի, падգամավորի տասնապատիկ աշխատավարձը ստանա, պարգևավճարն էլ մեջը, բան, տոսի չի ես մի դրամով կաշխատա, գիտենք, մի դրամով աշխատելը ինչ է արժենում պետության համար։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։